Մաշոկ սլայմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մաշոկ սլայմի հետ եք խոսում։ Այո։ Ինձ ասացին, որ դուք սլայմների մասնագետ եք։ Այո։ Կարող եմ ձեզ սլայմներ ցուցադրել, որպեսզի դուք այն գնահատեք, տեսնենք որակնահատ է թե ոչ, որպեսզի գնենք թե չէ։ Այո, կարող եք։ Շատ լավ, հիմա կմոտեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ահա այն սլայմները, որի մասին ես խոսում էի։ Շնորհակալություն։ Կգնահատեք սա։ Այո։ Ուզում եք մի քիչ հետո գամ։ Չի։ Տվեք։ Լավ, դե մի քիչ հետո ուրեմն կգամ։ Ստեսություն ձեզ, շնորհակալություն։ Դուք ինչպես տեսաք, իմ սիրելի հետևորդներ, այսօր լինելու է շատ դժվար օր, քանի որ մենք գնահատելու ենք սլայմերը։ Եվ եկեք սկսենք։ Ողջույն բոլորին, ես Մաշոկն եմ եւ դուք իմ YouTube կանալիքում եք Մաշոկ Slime։ Եվ այսօրվա վիդեոն կոչվելու է սլայմերի գնահատում։ Այսինքն գնահատելու ենք սլայմի որակները հետեւյալ կերպով։ Եթե լինում է 9-ից 10, ուրեմն նշանակում է, որ դա շատ լավն է։ Եթե լինում է 10-ից 10, ուրեմն ամենալավ սլայմն է լինում։ Եթե լինում է 5-ից 7 կամ 5-ից 6, ուրեմն միջին կամ վատ որակի են։ Քանի որ շատ չբացատրեմ, եկեք սկսենք։ Եկեք սկսենք։ Եվ ես ընտրում եմ այս սլայմը։ Վարդագույն գույնի։ Կոլորսը այդքան լավ գույն չունի։ Հոտը շատ լավն է։ Եկեք տեսնենք նրա ձայներն ենք հիմա գնահատում։ Հիմա ձգողությունը։ Ես այս սլայմի հոտը կգնահատեմ 10-ից 10, որտեղ նա շատ լավ հոտ ունի։ Նրա ձևը կգնահատեմ 5-ից 6, այսինքն շատ վատ է նրա ձևը, նայեք։ Իսկ նրա ձայները կգնահատեմ 9-ից 8։ Հաջորդ սլայմը։ Եվ հաջորդ սլայմը կորոշի իմ կախարդական փայտիկը։ Կանաչ եւ կապույտ գույնի սլայմ։ Չգիտեմ ինչ ընտրեմ։ Բացում ենք այս սլայմը։ Առաջինը ձայներն են գնահատում։ Ոչ մի ձայն չունի սա։ Հիմա ձգողությունը։ Եվ հոտը։ Գնահատում ենք։ Ես գնահատում եմ այս սլայմը, նրա ձևը ամեն ինչը վատ է։ Դաժ կարելի ասել 4 մինուս կարելի ասել, բայց քանի որ ես այսպես բան չեմ խոսացել, կդնեմ 5-ից 6, բայց հոտը 5-ից 7, որտեվ ատամի մացուկի հոտ է գալի։ Դնում ենք այստեղ նրան։ Գույնը այսպիսին է։ Իմ կախարդական փայտիկը։ Փայտիկը էլ մեզ պետք չի։ Սա նրա գույնը շագանակագույն է, ոսկեգույն երանգներով, չէ, շատ գեղեցիկ է, չէ։ Ձայները։ Գնահատում ենք այս սլայմը, նա գիտեք ինչպիսին է, նա շատ լավն է, այսինքն նրա ձևը նայեք ոնց է ձգվում նա, բայց այդքան լավ ձայներ չի անում, և, քանի որ նրա մեջ
շատ ֆայլեր կան, նայեք։ Ես նրանք կգնահատեմ, նրա ձևը կգնահատեմ 10-ից 10, չէ, 9-ից 10, 10-ից 10 չի լինում, իսկ նրա ձևը, հոտը, նրա հոտը կգնահատեմ 5-ից 7, նրա ձևը կգնահատեմ 9-ից 10 և նրա գույնը կգնահատեմ 10-ից 10, որովհետև նրա գույնը ամենալավն է, շագանակագույն է և ոսկեգույն երանգներով։ Եվ եկեք սկսենք այս երկու սլայմերից։ Նայեք, Շունիկի ձեռքեր են։ Ոյ, եկեք հանենք նրան։ Ստոմախրյամված սլայմ է։ Եկեք սկսենք տեսնենք նրա ձայները։ Սա ինչ է, սա խաղալու բան չէ, սա սլայմ չէ։ Նայեք, դուք նրան ընդհանրապես նայեք, նա փշրվում է։ Դա արդեն պարզ է, որ շատ անորակ է։ Ես նրան կգնահատեմ 5-ից ցածր, այսինքն 5 մինուս, նրա ձևը, հոտը 9-ից, չէ, 8-ից 10, նրա գույնն էլ, ես չեմ սիրում դրա գույն, և կդնեմ 5-ից 7։ Եկեք կանաչը բացենք, կարող է կանաչը ամենալավը լինի։ Եք բացենք, կանաչ գույնը ձեռքի, տեսնեք նրան, անորակ է, փաշրվում է, նայեք, այստեղ ուշադրություն ծնողներին, ավել լավ է մի գնեք այսպիսի էժանագին սլայմեր, ավել լավ է վճարել թանկ և գնել մի հատ կամ երկու հատ սլայմ, բայց դրանք լինեն իսկական սլայմ, քան լինի այդ սլայմը էժան և դուք գնեք լիքը սլայմ և դա լինի ես սենց ամաններ չեմ սիրում, որ իրանք սենց երկար են լինում, վարդագույն գույն է այստեղ, նայեք, նրա ձայները լսեք, նրա ձայները։ Ես նրանք կգնահատեմ 5-ից 7։ Նրա գույնը ընդհանրապես կլինի 9-ից 8, որտեղ նրա գույնը շատ լավն է, ես սիրում եմ դեղին գույն, և նրա հոտը, կարելի է գնահատել նրա հոտը 9-ից 8, որտեղ նա հոտ չունի, ես սիրում եմ այդպիսի սլայմեր, որոնք որ հոտ չունեն։ Եկեք քեզ բացենք իմ փուջրիկ փոքրիկ սլայմ։ Ինչ։ Եկեք բացենք նրան։ Վաու։ Եկեք տեսնենք։ Նա կպչուն չի, դա շատ լավ է։ Ձայներ չի հանում։ Տեսնեն շատ ուր է գալիս։ Ես նրան կգնահատեմ, ընենց չի, որ 10-ից 10 է, առաջինը սա է, երկրորդը սա է։ Եկեք, դուք փորձել եք այսպիսի բան, նայեք, միտեղ դնում եք պլաստիլինոտ սլայմ, այսքան այսպիսի սլայմ, հիմա այս սա ունեմ, միտեղ դնում եք նորմալ սլայմ, նայեք, մի ձեռքով սրա հետ եք խաղում, մի ձեռքով նրա, այսինքն խաղում եք, այսինքն սխվում եք նրան, սխվում եք, և հետո փոխվում եք։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին և Instagram-յան էջին։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ, մաշոկ սլայմը ձեզ է խորհուրդ տալիս, որ դուք ոչ թե գնեք սլայմերը, այլ ինքներդ պատրաստեք։ Փաստորեն ես պետք է այս մարդուն ասեմ, որ այս երկու սլայմն են լավը, իսկ մնացածը սա
Իսկ հետաքրքիր է Արջին ինչ կասի։ Արջի, արի։ Արի։ Ոյ դիլոնիս։ Արջին գնահատում է սլայմը։ Արջի, ինչ կասես սրա մասին։ Գնադ կպիր։ Հիմա սրան կպիր։ Հիմա ասա, որն ավելի լավը։ Էս թե էս։ Արջին ոչ մեկը դուր չի գալիս։ Լավ, գոնե գնահատիր Արջի։ Որն է, այսինքն էսի լավն է, թե էսի է լավը, մի հատ ասա։ Որը կընտրես։ Լավ, ինձ թվում է, որ ամենալավը իմ համար կապույտ սլայմն է, իսկ Արջի համար այս սլայմը։ Իսկ հիմա ես կամաց կհավաքեմ, ոչ չեմ ուզում։ Դուռը։ Գալիս եմ։ Բարև ձեզ։ Սա ձեր սլայմերը։ Ահա, շնորհակալություն, լավն էին որակը։ Այս երկուսն է մենակ լավը, իսկ այս բոլոր մնացածը ձեր երեխային հաստատ դուր չի գա։ Դա ես եմ ասում, այս երկուսն են լավը։ Շնորհակալություն Մաշոկ սլայմին, սլայմերի գնահատման համար, ստես չուզես։ Միշտ ձեր համար։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, մի գնեք սլայմեր, դուք ինքներդ պատրաստեք։ Ձեզ հետ էր ինչպես միշտ Մաշոկ սլայմը, կհանդիպենք։